Ջան, բարի օր։ Ինտերնետի հետ խնդիր կա, նրան է գումարած, ամբողջ օրը կարող է զանգ չգա, բայց հենց լայվ մտնեմ մի 10 զանգ կա։ Ինչևէ, բարի օր իմ ընկերներին, հետևորդներին, այսօր կուզեմ խոսենք այն 300,000 թուրքերի մասին, որոնց պատրաստվում են այս թրկահաճո թուրքի ստրուկ, ուրեմն հողատու հերետիկոսները բերել մեր գլխին որպես պատուհաս, բերել լցնել մեր գլխին։ Տեսեք ինչ են ասում են, որ խաղաղություն կնքեցինք եւ այլն, համերաշխություն, պետք է կարողանանք իրար հետ ապրել եւ խոսում էին փողզիջումների մասին։ Մեկ-մեկը կբացատրեք ինձ որտեղ կա փողզիջում։ Իհարկե ազգային ախորի նախագահան ասում էր ոչ մի փողզիջման մասին խոսք չկա, չէր խափում, գիտեք ինչի, որտեղ փողզիջումը կոչվում է, երբ որ համ դու ես զիջում, համ դիմացինից դա զիջում, այդ կոչվում է փողզիջում։ Ինչ-որ բանի դիմաց, դու ինչ-որ բան դու ես զիջում, ինչ-որ բան նրանք։ Այս դեպքում իրանք չեն խափում, որ ասում են փողզիջում չկա, որովհետև իրականում դիմացի կողմը ոչի բան չի զիջում։ Միայն պահանջում է, զիջում են միայն այս հողատու հերետիկոսները։ Դրա համար իրանք որ ասում են փողզիջման մասին խոսք չկա, ճիշտ են ասում, իրանք չեն խափում։ Այդ սատանայապաշտները սիրում են իրենց առածների մասին խոստովանել, բայց նենց են խոստովանում, որ դու մոլորվես, ասում են, տեսելի մարդը ասում է ոչ մի փողզիջում չի լինելու, ու չի խափել, փողզիջում չկա, կա միակողմանի զիջումներ։ Եվ այդ միակողմանի զիջումների ամենա, այսպես ասած, ցայտուն օրինակը կարա լինի այս 300,000-անոց թուրքական զորքը Հայաստան մտցնելը, բայց չեք կարծում, կանաչի ծախողներն են գալու իսկականից, տենց եք մտածում, հա, պարզավոր զորք է մտցնելու, որպեսզի մի օրվա մեջ ամբողջ Հայաստանը գրավեն։ 300,000 պետք չի, 10,000, 20,000 էլ զորք մտցնելն հերիք է։ Կարող է տենց մի երկու հատ գյուղացի, բառանների հետ լցնեն, առաջները գան մտում գյուղացիք են, բայց մի 20,000 զորք պետք է գա որպես ոստիկանություն նրանց պաշտպանելու եւ պարզա թե ինչ կլինի։ Այս ներքին թուրքերը պագոնավոր տենում եք ինչ են անում, նրանք ավելի ուրեմն գեղարվեստական ձևով են վարվելու հայ ազգի հետ։ Հիմա հարց ուրեմն այդ ես անդադ սպասում եմ, նայում եմ, լսում եմ, անդադ սպասում եմ, որ այս լուրջ հարցերը դրան հարց տալը կարծում եմ անիմաստ է, այդ հողատու հերետիկոսին, գլխավոր հողատու հերետիկոսին, բայց դե սպասում եմ, որ իրոք էլի մի լուրջ մակարդակով այս հարցը կբարձրացվի։ Արա այ հողատու էլի, տենց կամ լավ, ասենք թե ինչ ձևով ուզում են դիմեն, կարևոր չի, ասեն հիմա բլոգերների նման չեն փախնում Ռուսաստանից ընդ աղջի եւ այլով խոսան։ Հարցն են ասեն, լսի, դու որ այդ ասում ես, ասենք օրինակի համար բերեմ, Շահումյանի շրջանի, Լեռնային Արցախի, Դաշտային Արցախի, ասենք Շահումյանի շրջանի Խաչապատ գյուղից 88 թվականին, երբ որ ուրեմն սկսվեց արդեն այդ հայ-թուրքական այդ ոնց որ ասած բախումները, շատ թուրքեր, որոնք եկել էին եւ բնակվում էին հայկական հողերում, որոշեցին գնան Արևելյան Հայաստանի հողերում բնակվեն, որտեղ իշխանությունը այն ժամանակ պատկանում էր թուրքերին, այսինքն սովետական միության կողմից թուրքերին տրված Արևելյան Հայաստանը, որ գոյացությունը կոչվում է Ադրբեջան, իրենց ապահովեն զգում այնտեղ։ Իսկ այնտեղի մեր Արևելյան Հայաստանի հողերում ապրող հայերը որոշեցին գան այս կենտրոնական Հայաստան, քանի որ Արևմտյան Հայաստանը օկուպացված է, Արևելյան Հայաստանը օկուպացված է, այստեղ դեռևս հայերն էին իշխանության։ Հələ չէր օկուպացվել, 18 թիվը չէր եկել։ Եվ այսպես մարդիկ դեռևս բախումները այդպես սարսափելի չէին, տեսնելով, որ սա տանելու է ուրեմն պատերազմի, բախումների եւ այլն արյունալի բախումների, այդ հայերն ու թուրքերը իրարից սկսեցին ուրեմն տներ փոխանակել։ Թուրքերը, որոնք ապրում են, ասենք, նույն այդ Սևանի ուրեմն հյուսիսային հատվածում, Ջիլ գյուղը վերցնենք, հա, օրինակ ենք վերցնում, Ջիլ գյուղում ապրող թուրքը, որ եկել էր ինչ-որ ձև հաստատվել էր, մնացել էր Հայաստանում, որոշում է, որ գնա Արևելյան Հայաստանը, որ այսօր կոչվում էր Ադրբեջան, եւ այնտեղ բնակվի, եւ այնտեղ Խաչապատ գյուղից Պողոսի հետ պայմանավորվում են, Խաչապատ գյուղում ապրող հայը իր 3 հարկանի
քարե տունը տալիս է այդ թուրքին, օրենքով, թղթով, թամասով։ Այդ թուրքն էլ իր այս քոլիկը, որ այդ գյուղում է, ցեխից սարկած եւ այլն, տալիս է այդ հային։ Դե հիմա այդ պային ձեռա տալի, այն մարդը մտածում է իր ընտանիքի ապահովության մասին, այս թուրքն էլ մտածում է իր ընտանիքի ապահովության մասին, փոխանակվում են, նա գնում է, ուրեմն Արևելյան Հայաստան, որ կոչվում է, որը օկուպացված է եւ կոչվում է այսօր Ադրբեջան, իսկ Արևելյան Հայաստանի բնակիչը, Դաշտային Արցախի բնակիչը գալիս է նրա այդ քոլիկում ցեխից սարկած տանը բնակվելու միայն թե ապահով լինի իր երեխաները, թոռները եւ այլն։ Հիմա այ հողատու հերետիկոս, եթե դու այդ դրանց ուզում ես հետ բերես, ասենք թե դրանց ես ուզում հետ բերես, էլի։ Պարզա որ դրանք հետ եկողը չեն, դրանք գնացել են Բաքու, Սումգայիթ, Արմենի քենդում, քաղաքի կենտրոնում, հայերի տները վերցել են ու լավ էլ բնակվում են եւ հենց իրանք էլ այսօր ղեկավարում են այդ գոյացությունը, որ կոչվում է Ադրբեջան։ Նրանք հետ եկողը չեն։ Այդ երազ են ասում, ինչ են ասում, մտում թե Երևանի ադրբեջանցիք, բայց իրականում այդ երազները չեն, այդ գյուղերից էլ են գնացել։ Ասենք թե այդ ադրբեջանցի կոչվածին դու բերում ես այդտեղ։ Ինչ ես անելու այդ Խաչապատի ժողովրդին, որ այն ժամանակ իրենց տները փոխել են դրանց են։ Կամ նույն Գանձակի ժողովրդին ինչ ես անելու։ Կամ այսօրվա Թալիշի արտագաղթածներից հետ գնալու են։ Կամ որ ասում ես Արցախի ժողովրդի հետ վերադարձի մասին խոսել չի կարելի։ Բա ինչի մասին խոսենք։ Այ ոչխար։ Այ անասուն։ Որ քեզ խոսելու իրավունք են տվել, չգիտեմ ոնց։ Բա ինչի մասին խոսան։ Այդ մարդիկ, այդ որ դու ուզում ես բերես, բա Սումգայիթի հայերը, բա Բաքվի, բա այդ 500,000 հայերի հետ գնալու մասին, որին գումարվեց երևս 120-150 հազար, բա այդ 650,000 հայերի հետ գնալու իրավունքի մասին, ով է խոսալու։ Բա դրան գումարենք, բա գնացիր Կիրանցից հողեր կտրեցիր, տվեցիր քո ուրեմն շեֆին, քո բռնաբարին։ Բա Արցվաշեն, բա այդ խաղաղությունը որ կնքվեց, այդ հողերն էլ տվեցիր, բա Արցվաշենի մասին խոսք, բան, ոչ մի բան չկա դες բան, հա։ Արցվաշենը գիտես որտեղ է։ Գիտես այդ ինչա Արցվաշ։ Այս ժեշտի կտորը որ բռնում ես ցույց ես տալի, այս ժեշտի կտորի վրա Արցվաշենի չկա։ Ինչի՞ չես գոնե մի հատ փույթ ուզես ժեշտի կտոր կողքից ես պահում։ Այ անգրագետ ոչխար։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ ի՞նչ է սա։ Այսին լավ հիպնոզի մեջ եք ժողովուրդ ջան, լավ իրոք հիպնոզի մեջ եք, իրոք ոչ մեկը այդ հետևորդներին եմ ասում, նորմալ հայերին չեմ ասում, նրանք հասկանում են, գիտակցում են։ Բայց այդ որ ասենք մոլորված, միջև այսօր մոլորված, 7 տարի մոլորված չի լինում, արա, 7 տարի կարա ոչխարը չի մոլորվում 7 տարի։ Ոչխարը չի մոլորվի 7 տարի, որ գնա կորի, շաշատ մի օր, 2 օր կորի, 7 տարի ոչխարը անուղեղ, ոչխարը որ այսքան է ուղեղ է, તો հավը չի մոլորվում։ Հավը սխալվում է, գնում է հարևանի տուն, մյուս օրը թռնում հետա գալի։ Հավի ուղեղը այսքան է, դուք ո՞նց կարաք 7 տարի մոլորված եք։ Ինչ հեքիաթ եք պատում ինձ, թե դուք մոլորված եք։ Բա մի հատ այդ հարցը տվեք, ասեք ախպեր, Արցվաշեն, Խաչապատ, Գանձակ եւ այլն եւ այս բոլոր եւ Արցախը ամբողջ։ Այդ 300,000 հոգին ինչի դիմաց են գալիս։ Լավ հայտարարեցին, որ ասեն տալիս ես որ չգան քեզի դաչեկում բռնաբարեն խափելով, թե ժողովրդին կգան կոտորեն։ Լավ, էդի ասենք տվեցիր ինչ որ բան։ Այն բանը տվեցիր, այն ցուրտ տեղերը որ քեզի պետք չեն։ Ձունա գալի, ումա պետք չէ։ Հիմի Սևանի այն կողմը ձուն չի գալի, այս կողմն է ձուն գալի։ Ինչ ես ուզում այն կողմը տաս։ Բա այս կողմը դուր։ Արա էս ինչ է, էս լավ աննորմալ եք դուք, այդ ով որ այսօր կարծում եմ որ ինքը դեռ մոլորված է ու դեռ հավատում է։ Լավ աննորմալ եք, չեք ճոգում ինչ է անում։ Չեք պատկերացնում, սա վերջի վերջն է։ Անդունդի հատակից էլ ներքև է, դժողքն է։ Բա հարց տվեք, լավ, դեկուզեն մանդատավորները, ուրիշ հարց մի տվեք, այդ ասեք, այդ 300,000 հոգուց որ խոսում ես։ Բա դրա դիմաց ինչ է, բա դու չեք կարա այսքան բաներ կնքեցիր, գնացիր են Տրամպը, չգիտեմ ինչ որ է։ Բա գնացիր այդ տրանի մոտ։ Բա այդ տրանին չասիր ախպեր ջան, ընդ գերիներ ունենք,
Գոնե մի բան ստոպ, մի բան դիմացը, մի բան, այդ գերիներից երկու հոգի կամ բոլորը դու չէիր կարա այսքան դակավոր կնքելուց ասել, որ քանի Բաքվում գերի կա ախպեր, ոչ մի բան չեմ, իհարկե կարա էր, եթե այդ գերիներին դու հատուկ խնդրած չլնեիր, որ տանեն, գերեվարեն։ Սա բացահայտվելու է, կարծում ես թուրքերը չեն ասելու, որ քո զակազով են տարել այդ մարդկանց։ Բոլորին։ Որ դու ես ասել, որ հանգարց այդ մարդիկ չգան չհասնեն Հայաստան։ Կարծում ես չի բացահայտվելու։ Թե չէ կգնայր կասեիր ախպեր ջան։ Չեմ նստում ոչ մի տերեգավորի սեղանի, ոչ մի բաներ չեմ անում, միջև բոլոր գերիներ, բայց մարդասպան, երեխասպաններին տարակ հանձնեցիք, եկան են կոմբինատի պահակի գլուխը կտրին տրանց տարակ հանձնեցիք։ Գլուխը կտրել են, դանակով գլուխը կտրած հանցագործին, առանց ոչ մի բանի տարար հանձնեցիր։ Չէր կարա այդ դրանց հանձնելուց առաջ ասեիր ախպեր, միջև իմ գերիներին չտաս, ոչ մեկի էլ չեմ տալիս։ Բայց Շուշիի ռմբակոծությունից առաջինը գնացիր, փրկեցիր, ազատեցիր ընդ պահվող այն երկու դեգեներատ թուրքին, որոնք եկել էին 16 տարեկան երեխա են սպանել քարվաճառում։ Գնացիր, որ հանգարց Բերդում, բացի փողերից, որ գողցակնդերից, մեկ էլ այդ երկու թուրքի կյանքը փրկեցիք։ Մեր ջահել զինվորներին թողեցիք ընդ կոտորվեցին, շատերը չիմանալով։ Այն 6 երեխուն, որ զանգել էին ասել էին ողջ են, որ 60 օր հետո սպանեցին։ Պատերազմը ավարտելուց 60 օր հետո այդ 6 երեխուն դուք պատկերացնում եք այդ երեխեքի վիճակը։ 60 օր մնացել են կռիվը պրստելուց հետո։ Բա դու դրանց չազատեցիր, չբերեցիր։ Գնացիր այն թուրքի լամուկներին երկու հոգի, մարդասպան, ուրեմն հայատյաց, պահպանել կերե բթե կերակրել եք, չաղացրել, թմբլիկացրել, տարակ հանձնեցիք, բայց չէիք կարա դրա դիմաց բաներ ուզեիք։ Ասեք, որ ոչ մի ռազմական գերի չեք պահելու։ Մանավանդ ռազմաքաղաքական ուրեմն ղեկավարությունից ոչ մեկ, որը խայտարակություն է մեր հայ ազգի համար։ Խայտարակություն է, լավը կլինեն, կսիրեք թե չեք սիրի, կապ չունի։ Որ քո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվի բատում, դա բոլոր ամբողջ հայության։ Այդ ասում եք, այդ 10 միլիոն բան են, ամեն մի, չգիտեմ, եսի պապու տատը հայ է եղել, դրանց էլ եք հայ հաշվում։ Հայը դրանով չէ, հայը հավատքով, հայը իր լեզվով, հայը իր մշակույթով, հայը իր արվեստով է հայ։ Հերիք եղավ բոլ եղավ ամեն մեկին հայ ասեք։ Ամեն հայախոսի հայ եք ասեք, դրա համար ենք այսօր հենգե։ Հիմա հարցս նորից կրկնեմ գամ հետ, ինչի համար որ ասում եմ։ Ախպեր, հարցրեք, բա այդ մանդատները վար չեք դնում, լավ, ասենք հասկացանք։ Բա մի հատ ուրիշ բան մի ասեք, ասեք, ախպեր, որ ասում ես 300,000 պիտի գա, դրա դիմաց պայմանավորվածություն կա, որ 650,000 հայ վերադառնան Արևելյան Հայաստան։ Նրանք ասում են գայսեն Արևմտյան Ադրբեջան, մի վախեցի այդ չմո, այդ ոչնչություն, այդ թուրքի ոտի տակի կեղտ, ինքը ասում Արևմտյան Ադրբեջան, վերադառնում են իրենց երկիր, իրենց հողը 300,000 ադրբեջանցի, այդ ոչնչություն, այդ ոչիլ, դու էլ ասա բա այդ 650,000 հայն են, թող վերադառնան իրենց երկիրը, Արևելյան Հայաստան, Սլաբո, թող ասա այդ ոչնչություն, դու կնգատ ոչ ես կարող խոսաս, ուր մնաս քո բռնաբարի մոտ խոսաս, ինչև է, Այս հարցը բոլորը պիտի տան, ամենտեղ պիտի այս հարցը կողեն աչքը, լրագրողներ ջան, որտեղ այդ հողատու հերետիկոսին տենում եք այդ հարցը տվեք, որտեղ տեսնում եք այդ հարցը տվեք, ասեք այդ 300,000-ի դիմաց քանի 100,000 հայա վերադառնալու Արևելյան Հայաստան, արդյոք ինչ պայմանով, փող զիջում կոչվածը որտեղ է բնում, դրանց կողմից ինչ զիջում է, թույլ են տվել, Ռուսական ցորենը իրենց տարածքով անցնի, վրեն ինչ են անում, ինչ չեն անում, կշռեն, կթույնեն, ինչ կանեն, էդի հետ։ Դուք էլ ես միամիտ հավատում եք թուրքերից այդ կանգնած ծափ են տալի, հա, որ հայկական ցորենը անցնում, գա որ ձեր երեխաները ուտեն։ Նենց այդքան բեսանտ մտահոգ են հայերի մասին, հա։ Այդ Արցախի անարատ ցորենը որ գալիս է, ուտում էինք ստեղ։ Այդ հետ Այն որ կարան վրեն շռեն թույնեն ինչ ասես անեն
թույլ է տվել ռուսական ցորեն իր տարածքը, դի մեջ, տեսեք, տրանի ուրեմն ստորագրած խաղաղությունը գործի մեջ։ Ես իմ որ մի ոչխարն ասել տեսնում։ Ինչև է։ Հարց տվեք, հարգելի լրագրողներ, անդադ այդ հարցը կողեք աշկը դրա։ Ասեք ախպեր ջան, ես 300,000-ի մասին որ խոսում ես, զիջումները խոսում ես, փող զիջումներից մի հատ փողի մասը ասա, էլի։ Այդ փողի մասը հասկացամ դու վերցել ես, փող չի է իր մոտ, փող զիջումներ անում։ Փողը տալիս են, ինքը զիջում է մեր հողերը։ Փողը տալիս են, ինքը զիջում է մեր իրավունքները։ Փողը տայ դե իրանք փող զիջում, իրանք գացի հույսա է, մատի խեցի այ դի փող զիջում։ Թիմաչի փող զիջում։ Ասեմ, խեցի մե հույսա է, ասեմ հույսա է, ասեմ փող զիջում։ Ինձ փողը տվի ես զիջում այդեմ։ Տեսա չէ ասելու։ Կապիկա ինչ ուզի կասի չէ։ Իրեն լսող են դեբիլ անուղեղ, հարթուղեղ հայվաններն էլ ծապ կտան։ Կներեք, որ այսօր սենց մի քիչ բան ինչա։ Ինչ չզսպեցի։ Տղամարդը պիտի մեկ-մեկ արտահայտվի, էլի։ Մանավանդ երբ որ տեսնում եմ, որ ազգովի պետությունով ամեն ինչով վար են գնում։ Առայժմ այսքանը ասածս ենա, որ անդադ որտեղ տեսնում եք ով խոսում է, հարգելի լրագրողներ, այդ հարցերը կողեք աչքերը, բա Արցվաշենը, բա Գանձակը, բա Սումգայիթը, բա Արմենիկենդը, բա Շուշին, բա Ստեփանակերտը, բա Քարվաճարը, լավ, բա Հադրութը, բա մնացած բոլոր բա այդ հայերը վերադառնալու են թե չէ, թե մենակ քո ազգակից թլպած շներին ես բերելուց ես մեր գլխին։ Բա հարցրեք, մի թողեք ինքդ ես, այսի հույսայը փախնի դա, հույսայը փախնի գետա։ Այդքան անցավ եղեք, եթե կարող եք, եթե ես դարդուսավի մեջ հնարավոր է անցավ լինել, անցավ եղեք, հայեր ջան։ Ինչ ասեմ։